Վերադարձանք, շատ հետաքրքիր տեղեկություններ լսեցինք Դեմիտրոսի մասին, ինչի համար շնորհակալություն մեր գործընկերուհուն, իսկ հիմա շատ հետաքրքիր տեղեկություններ ենք լսելու մեր երկրի, մեր ազգության, մեր ինքնության, մեր պատմության, մեր մշակույթի ու բոլոր մնացած բաների մասին։ Բայց ինչ եմ այս բանի մասին խոսում ու ինչ եմ այսքան շատ ոգևորված, որտեղ մեր հյուրերը ինձանից տասնապատիկ ոգևորված են, որտեղ նրանք իրենց պեղումների ընթացքում ինչերի են ականատես եղել եւ ինչեր են պեղումների ընթացքում հայտնագործել, ասում են անասելի է նույնիսկ շատ մեծելի է։ Այո, խոսքը Արգիշտի Խինիլի հնավայրի 2026 թվականի պեղումների մասին է եւ մեր տաղավարում են հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հասմիկ Սիմոնյանը, բարի լույս, եւ հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար Վարշավայի համալսարանի միջերկրածովային հնագիտության լեհական կենտրոնի դոկտոր Մատեուշ Իսկրան, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Հատկապես շատ ուրախ ենք ձեր ոգևորությունից։ Մենք էլ ենք ուրախ այստեղ գտնվել ու կիսվել մեր կատարած աշխատանքով ու դրա մասին ընդհանրապես բարձրաձայնել։ Մեծ, շատ մեծ աշխատանքի, որը դեռևս շատ տարիներ առաջ մեկնարկրվեց։ Սա արդեն, եթե չեմ սխալվում, երրորդ պեղումների շրջանն է ամփոփվում, ինչպես դուք նշեցիք, մինչև եթեր դուրս գալը։ Բայց իհարկե պաշտոնական ամփոփում չունենք, որը պիտի լսենք ձեզնից։ Գրանք տարիներ հետ, ինչպես սկսվեց այս համագործակցությունը, որտեղ քառակողմ ընդհանուր համաձայնության եւ պայմանավորվածության արդյունքն է սա, եւ ամփոփելով տարիները գանք արդեն երրորդ շրջանին։ Շատ լավ։ Երևի սկսեմ նրանից, որ 2023 թվականին նման գաղափար առաջացավ, հաշվի առնելով նաև որ մեր գործընկերը երկար տարիներ մեր հետ պեղում է Հայաստանում, ունի գիտական հետաքրքրություն, որովհետև իր դոկտորականը ինքը գրել է հենց հայաստանյան նյութերի, հնագիտական նյութերի հիման վրա, այդպիսի մի գաղափար առաջացավ ստեղծել մի համագործակցություն, որը կմիավորի ոչ միայն երկու հնագիտական կենտրոնները, այլ նաև իր մեջ կունենա այլ լուրջ բաղադրիչներ, ինչպիսին է հնագիտական հուշարձանի պահպանությունը, հուշարձանի վերածումը արգելոցի, հետագայում նաև նյութերի հստակ ֆոնդավորումը, ցուցադրումը ժամանակավոր կամ հիմնական ցուցադրություններով, դրա համար, այսպես ասած, հայկական 3 գիտական լուրջ կազմակերպություններ համախմբվեցին Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը մի կողմից, Պատմամշակութային արգելոց-թանգարների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ը մյուս կողմից եւ Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանը որպես երրորդ գիտական կառույց եւ կնքվեց 2023 թվականին համագործակցության պայմանագիր Վարշավայում Վարշավայի համալսարանի միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի հետ։ Ու սկսվեց 2023 թվականից այս հետաքրքիր համագործակցությունը, որը սկիզբ դրեց Արգիշտի Խինիլիի պեղումներին, բայց պեղումների շարունակությանը, որովհետև Արգիշտի Խինիլին պեղվել է շատ երկար ու տևական ժամանակահատվածում, դեռևս 1960-ականներից սկսած, մոտ 3 տասնամյակ շարունակ հուշարձանը պեղվել է Միջնաբերդի հատվածում, բայց մեր մոտեցումը մի փոքր այլ էր։ Մենք որոշեցինք, որ չենք ուզում պեղել Միջնաբերդը։ Ինչ որոշեցիք, բա։ Ուզում էինք պեղել քաղաքային թաղամասը, որ ցույց տայինք, որ բացի նրանից, որ ունեցել է հզոր Միջնաբերդ, հզոր ճարտարապետություն, իսկ ինչպես է ապրել հասարակ բնակչությունը։ Այսինքն մենք շատ հաճախ միշտ պեղում ենք այն հատվածները, որոնք կարող են մեզ շատ լավ նյութ տալ, հետաքրքիր լինել եւ այլն, բայց բաց ենք թողնում այն հատվածները, որոնք էլի շատ կարեւոր են, բայց չենք դնում դա առաջնային։ Ու այս պարագայում մենք որոշեցինք, որ ուզում ենք պեղել քաղաքային թաղամասը, հասարակ բնակիչների տները ու նաև պատահական, այսպես ասած, պեղումների առաջին շրջանում հայտնվեցինք Դամբարանադաշտի հատվածում։ Այդ պատմությունը մի քիչ տխուր է, բայց մի քիչ նաև ուրախ, որովհետև այդ հատվածում գանձագողերը թալանել էին Դամբարանադաշտի հատվածը, որը բացվել էր, ու դրա արդյունքում մենք սկսեցինք պեղել Դամբարանադաշտը նաև։ Եվ սպասումներն արդարացվեցին։ Միանշանակ։ Հետաքրքիր է նաև Մատեուշի տպավորությունները այս ամենի մասով, ինչպիսին էր նախքան սկսելը պեղումները իր սպասումներն ու ակնկալիքները եւ ինչպիսին եղավ ընթացքում։ So they are asking about your expectations from the beginning of excavations, what it was before and what it was after. So first of all, we first expect that we will focus only on Urartian houses. But then it appears that during the first season that because of the looting activity in what is going on the site, we found out that there is a cemetery. So this was our
great discovery, but it came that also this is great burden for the next seasons, because we need to protect them. But this is kind of unique stuff, the Urartian urn burials is not very frequently appears in Armenia. So for us it was really great discovery. So from my point of view, right now these 3 seasons fulfill my expectation fully. So I'm hoping that next seasons provide new discoveries, not only in the cemetery itself, but also in the houses, because in the housing area also it's really nice stuff. Մատեոշ ասում է, որ նախ եւ առաջ առաջին սեզոնը ինչով է շատ տարօրինակ եւ զարմանալի, որ մենք գնացել էինք այն մտայնությամբ, որ պեղելու ենք ուրարտական տներ, բայց պատահական հանդիպեցինք, այսպես ասած, գանձագողության հետքերով Դամբարանադաշտի հատվածի, ու սկսվեց առաջին սեզոնը հենց այդ բացահայտումով, որ չէինք ակնկալում, բայց սկսեցինք պեղումները։ Հաջորդ սեզոնները միանշանակ տվեցին ավելի լուրջ արդյունքներ, որտեղ սկսվեցին պեղումներ հենց 2 հատվածներում Դամբարանադաշտի եւ ուրարտական տների։ Բացի այդ, Դամբարանադաշտի հատվածում ինչով է բացառիկ ինքնին Դամբարանադաշտը, որտեղ Հայաստանում պեղվում են հարյուրավոր Դամբարանադաշտեր, չգիտեմ, ուշ բրոնզեդարյան կամ երկաթեդարյան շրջանի, բայց կոնկրետ այս Դամբարանադաշտում արված են աճյունասափորներով թաղումներ, ինչը որ բացառիկ է որպես երևույթ, ճիշտ է, Հայաստանի տարածքում հայտնաբերվել են կոնկրետ մի քանի աճյունասափորներով Դամբարանադաշտեր կամ օրինակ նույն Երևանի տարածքի ավտոագրեգատների գործարանինը, տարածքինը, ուրարտական թաղումը, բայց էլի աճյունասափորները ուղղակի այս քանակի ու այս ծավալների ու թաղման ծեսի նման վերակազմության հնարավորություններով մենք դեռ Հայաստանում չունենք։ Բացի այդ, Մատեոշ ասում է, որ 3 տարիների ընթացքում այն ինչ որ մենք արել ենք ամբողջությամբ, այսպես ասած, բավարարել է իր ակնկալիքները եւ մենք ակնկալում ենք ել ավելի նոր ու հետաքրքիր բաներ։ Եթե ամփոփենք այս Սիերամիա հետազոտությունները եւ պեղումները, ինչ արդյունք ունենք եւ ամենահետաքրքիր ու ոգևորիչ դուրսբերումները որոնք են։ Եթե խոսենք ընդհանրապես Դամբարանադաշտի հատվածի մասին, ունենք շատ բացառիկ երևույթներ, որտեղ մեթոդական առումով էլ ընդհանրապես աճյունասափոր պեղելը Հայաստանին, այսպես ասած, բնորոշ չէ, որտեղ երբ որ դու չունես նման բան կամ ունեցել ես 60-ական, 70-ական թվականներին, չես էլ մտածել դրա մեթոդի մասին։ Հիմա մենք սկսել ենք մեթոդից, որ ամբողջ այդ մեր նյութերը, որոնք արդեն այս տարվա պեղաշրջանով հասան 28-ի, 28 աճյունասափոր, այսինքն որտեղ այրված աճյունի մնացորդները, ոսկորները հայտնվել են փոքրիկ անոթի մեջ ու այդ անոթը տեղադրվել է ժայռային միջավայրում։ Շրջապատվել է քարերի խմբով եւ ծածկվել ամբողջությամբ։ Ու դրանք առաջինը տարանք համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության, որ ոչ թե պեղենք նախնական ուղղակի տեսնենք ինչ կա ներսում, այլ ամենասկզբից հասկանանք ինչ ունենք ներսում, հետո նոր սկսենք պեղումները։ Այդ համագործակցության շրջանակներում մեր մոտ եկավ հենց այրված ոսկորների, այսինքն դիակիզման մասնագետ, ում հետ սկսեցինք արդեն աճյունասափորների ներսի պեղումները, ու այս պահին ունենք արդեն իսկ պեղված 5 աճյունասափորներից, որտեղ ունենք ուղղակի բացառիկ իրեր ու բացառիկ դասավորվածություն, որտեղ մեզ թվում էր, թե ուղեկցող նյութը ուղղակի եղել է այդ անհատների վրա, իրանք տեղադրել են այդ սափորների մեջ, բայց ունենք հատվածներ, որտեղ լցվել է մոխիրը, հետո ավելացվել են որոշակի առարկաներ, այսինքն մենք ունենք այս պահին ծեսի յուրահատուկ բացահայտումներ։ Հետո ունենք աճյունասափորներ, որոնք շատ փոքրիկ են ու պարզվում է, որ փոքրիկները հենց մտածված ձևով դրվել են երեխաների համար, որտեղ արդեն համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ այդտեղ ունենք մանկական թաղումներ։ Այդ եթե խոսենք ընդհանրապես Դամբարանադաշտի հատվածի, բայց գնանք հիմա դեպի բնակավայր։ Հա։ Այնտեղի արդյունքների մասին նույնպես կիսվենք։ Թողնեմ գործընկերս կիսվի, so concerning to the urban quarters and Urartian houses, probably you can complete the results of this 3-year excavation. Yeah. So the one thing which is obvious here, that we are dealing with big houses, like 300 meters square, enormous one, at least from the first floor. We don't know still that there is a second floor, but it should be. And the thing is that we are dealing with places which were abandoned like a step by step, not in rush. Therefore,
we don't have like a very rich assemblage of finds, because if you are going out from the house in rush, for example, during some kind of attack or, I don't know, earthquake, you are leaving everything. But there, we are seeing that the people abandon their houses slowly. Ինքը խոսում է ընդհանրապես տների մասին, հորարտական տների մասին, որը պեղում ենք, ու 3 տարիների ընթացքում արդեն ունենք պեղած 2 տներ, որոնցից մեկի ընդհանուր ծավալը 300 քառակուսի մետր է, ու վերցնելով հաշվի առնելով այդ տների այդ մեծ ծավալները ու նաև իրենց մեջ եղած նյութերի քանակը, մենք հստակ կարող ենք ասել, որ հորարտական այս տները լքվել են շատ դանդաղ ձևով, այսինքն եթե օրինակի համար լիներ տարերային ինչ որ աղետ, երկրաշարժ կամ ինչ որ մի այլ բան, օրինակ ջուրը պակասեր եւ այլն, իրանք կլքեին շատ արագ տունը, բայց այստեղ շատ դանդաղ են լքել, հետեւաբար գնալուց իրենց հետ տարել են իրերի այն կարևոր հատվածը, որոնց իրենց անհրաժեշտ էր։ Դրա համար ընդհանրապես շատ հետաքրքիր է ու այս պահին գոնե թե պեղել ենք առաջին շերտերը, շերտագրական առաջին միավորները, բայց դեռ շարունակում ենք ու հաշվի առնելով այդ տների մեծ ծավալները դեռ ունենք նոր, ինձ թվում է նոր բացահայտումներ կարող ենք ակնկալել։ From one perspective, okay, if these inhabitants left the houses slowly, okay, then we will not have like a very extra material like gold, anything which is valuable for them, but we will have like big things which they didn't move. So for example, in last year, we found idol, the stone idol, which they didn't move because it weighed like 20 kilos. Here, this year, we found a lot of storage jars. They all obviously cannot move them with them. But the thing is, rise the question, why they go and how is with this hypothesis about the Scythian assault which demolished Urartu? Why we don't have these things in Argishtichini which should have? So this is rise the question, and maybe this question will be like a base for the next seasons in the urban potters. Ինքը ասում է, որ այս պարագայում, երբ որ դանդաղ էր լքվում բնակատեղին, մենք չենք կարող ակնկալել, որ կարող ենք ունենալ ինչ-որ հարուստ առարկաներ, ասենք ոսկու ինչ-որ իրեր եւ այլն, որտեղ ակնհայտորեն դա իրենք իրենց հետ կտանեին։ Բայց դրան հակառակ, օրինակի համար նախորդ պեղաշրջանում մենք ունենք պաշտամունքային փոքրիկ կուրկ մարդու տեսքով, որը տուֆից է եւ կշռում է մոտ 20 կիլոգրամ, հետեւաբար այդ ծանրության իրենք իրենց հետ չէին կարող տանել։ Բացի այդ մենք ունենք նաեւ օրինակի համար հացահատկի կամ այլ ուտելիք պահեստավորելու համար նախատեսված կարասներ, մեծ կարասներ, որոնք այս տարի ամբողջությամբ պեղել ենք, դուրս ենք բերել պեղավայրից, հետեւաբար դրանք էլ էին ծանր, մեծ եւ տեղաշարժել հնարավոր չէր։ Բայց այս դանդաղ ոնց որ ասում են լքումը բնակատեղի, խոսում են մասին, որ այն տեսակետը, որ անընդհատ շրջանառվում է, որ ուրարտացիները իրենց բնակատեղիները լքում էին սկյութական արշավանքների ու հարձակումների արդյունքում, այնքան էլ չի ապացուցվում Արգիշտիխինիլի նյութերով, ու այս մենք դրել ենք մեր առաջ որպես ոնց որ ապացուցելի նպատակներից մեկը հետագա պեղաշրջաններում հասկանալու, թե ոնց տեղի ունեցավ ընդհանրապես Արգիշտիխինիլի լքումը, այսինքն ինչ պատճառներ բերեցին դրան։ Իսկ մյուս պեղումների շրջանները երբ կլինի, այսինքն մենք ակնկալենք, որ 4-րդ շրջանն է սկսվելու, 5-րդ շրջանն է սկսվելու։ Ըստ մեր պայմանագրի, որը կնքվել է 23 թվականին, դեռևս նախատեսվում է 5 պեղաշրջանով պեղումներ, այսինքն 5 տարիների պեղումներ, հետո ըստ անհրաժեշտության մենք կհասկանանք, եթե այդ մեր պեղումները տալիս են մեր հարցերի, այն հիմնական հարցերի, որոնք մենք մեր առաջ դրել էինք սկզբում պատասխանները, միգուցե էլ չշարունակենք ու սկսենք ուղղակի հրատարակություններ, իհարկե հրատարակություններ հիմա էլ ենք իրականացնում, հարցը դրանում չէ, բայց նաև ամփոփենք մեր կատարած աշխատանքը։ Հավերժ պեղել չի լինում։ Այս երրորդ պեղաշրջանը երբ է ավարտվում։ Ավարտվում է 1 շաբաթից։ 1 շաբաթից։ Այո։ Հետո մի փոքր կհանգստանանք։ Հետո կհանգստանանք ու կսկսենք նյութերը մշակել։ Ես կարծում եմ, որ 4-րդ պեղաշրջանը սկսելուց առաջ մենք նորից պետք է հանդիպենք։ Այո, մենք ուշով սպասում ենք ձեր նորություններին։ Որովհետև այս թեման անդադար խոսելու եւ ոգևորվելու եւ ուրախանալու նաեւ ձեռքբերումների մասին կիսվելու հնարավորությունը
շատ մեծ են եւ դրա համար ժամանակը շատ է պահանջում։ Ավաղ մեր ժամանակն է ուղղակի մի քիչ սուղ, դրա համար ուզում ենք ձեզ ասենք շատ շնորհակալություն այս տարիների արված ձեր աշխատանքի համար եւ դեռ որ պետք է անեք, նաեւ նախ կանխավ դրա համար նույնպես շնորհակալություն։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, լավ օրվա շարունակություն։ Եվ մինչ հանդիպում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես անկում ապրեց Ուրարտական թագավորությունը, ինչ եղավ Արգիշտի Խինիլիի հետ։ Մենք շարժվում ենք առաջ։ Մնացեք